Երբևէ զգացել ես, որ փորձում ես կյանքդ ուղղել մերկ ձեռքերով, բայց ամեն ինչ դեռ իր տեղում չի կանգնում։ Հնարավոր է հիմա հենց այդտեղ ես, հոգնած փորձերից, սպառված մտքերից։ Հարցնում ես, երբ արդեն ամեն ինչ կդասավորվի իր տեղը։ Ճշմարտությունն այն է, որ որքան շատ փորձենք ամեն ինչ վերահսկել, այնքան ավելի շատ է սիրտը կորչում խառնաշփոթի մեջ։ Բայց ինչ կլինի, եթե ասեմ հնարավոր է քեզ այլևս ուժ չի պետք, այլ ավելի մեծ հանձնվել։ Այս տեսանյութում կհասկանաս, թե ինչու այն պատասխանը, որ փնտրում ես, ոչ թե վազքի մեջ է, այլ թողնելու մեջ։ Եթե սա քեզ հասկանալի է, բաժանորդագրվի ալիքին այստեղ եւ ակտիվացրու ծանոթությունները։ Հիմա խոր շունչ քաշիր եւ գնանք ինձ հետ։ Առաջինը, դու փորձում ես հաղթահարել ամեն ինչ եւ միայն ավելի խորն ես ընկնում։ Կան օրեր, երբ արթնանում ես արդեն հոգնած, կարծես հոգիդ մարաթոն է վազել դեռ աչքերդ բաց չանելուց առաջ։ Խոր շունչ ես քաշում, վեր ես կենում եւ նորից փորձում ես ամբողջ աշխարհը կրելու սերիդ վրա, բայց խորքում գիտես, որ եզրին ես։ Միտքը չի կանգնում, սիրտը սեղվում է եւ մենակության զգացումը այդ խառնաշփոթի մեջ միայն ուժեղանում է։ Դու փորձում ես լավ տեսք ունենալ, դրսից ժպտում ես, բայց ներսում հոգիդ աղաչում է թեթևության համար, որը չի գալիս։ Հենց այս պահին շատերը ընկնում են լռության մեջ, ոչ թե այն պատճառով, որ ձախողվել են, այլ որովհետև ամբողջ ժամանակ փորձել են ուժեղ լինել։ Փորձել ես հոգ տանել ամեն ինչի մասին, լուծել ամեն ինչ, կարծես անկախությունը թուլության նշան լիներ։ Բայց ոչ ոք չի ասում, որ մենակ ամեն ինչ կրելը, բացի անհնար լինելուց, պարզապես մարդկային չէ։ Այն անտեսանելի, բայց խորքային ցավը, որ կրում են նրանք, ովքեր ավելին են կրում, քան պետք է։ Եվ հետո գալիս է մեղքի ծանրությունը։ Միգուցե ես պարզապես բավարար չեմ փորձում, սա դաժան թակարդ է։ Աշխարհը գոռում է, պետք է արտադրել, նվաճել, առաջ գնալ։ Բայց ինչ անել, երբ հոգին պարզապես ուզում է շնչել, երբ ամեն ինչ պետք է մի վայրկյան կանգ առնել եւ խոստովանել, այլևս չեմ կարող այսպես շարունակել։ Հենց այս պահին շատ սրտեր կոտրվում են կամ արթնանում, որովհետև ճշմարտությունն այն է, որ խոցելիության մեջ կա ուժ։ Բուժումը սկսվում է, երբ գիտակցում ես քո սահմանները։ Առաջին քայլը ոչ թե ամեն ինչ հաղթելն է, այլ դադարել ձևացնել, թե պետք է։ Եվ գուցե հենց սրան է սպասում Աստված, որ դադարես անընդհատ փորձել բավարար լինել, որպեսզի վերջապես թույլ տաս նրան իսկապես կրել քեզ։ Միայն երբ թողնում ես, ինչ որ բան սկսում է հանգստանալ։ Ինչ կլիներ, եթե առաջին անգամ երկար ժամանակ փորձեիր չվերահսկել ամեն ինչ։ Իսկ եթե անկեղծ ասեիր, ես չգիտեմ, թե էլ ինչ անել, բայց գիտեմ, որ չեմ ուզում շարունակել այս վիճակում։ Երբեմն փոխակերպումը սկսվում է այս պարզ նախադասությունից, որովհետև երբ հասնում ես քո վերջին սահմանին, Աստված սկսում է գործել, եւ դա փոխում է ամեն ինչ։ Եթե այս առաջին մասն արդեն դիպել է քո ներսում ինչ-որ բանի, գրիլ մեկնաբանություններում, այլևս չեմ ուզում ամեն ինչ մենակ կրել։ Սա կարող է դառնալ առաջին քայլը դեպի ավելի թեթև եւ ճշմարիտ վերադարձ։ Երբ համառում ես այն ճանապարհներով, որոնք երբեք քոնը չեն եղել, նկատել ես, որ կան բաներ, որոնց վրա համառում ենք, եւ այնուամենայնիվ ոչինչ չի լինում։ Դա նման է փակ դուռը հրելու։ Ուժը միայն սպառվում է, դուռը երբեք չի բացվում։ Երբեմն դա հարաբերություններ են, երբեմն կարիերայի պլան, փոփոխություններ, ընտրություններ։ Ամեն ինչ դրամաբանական է թվում, նույնիսկ գեղեցիկ աչքերին, բայց այնտեղ երբեք հոսք չի լինում։ Եվ մենք դեռ այնտեղ ենք, փորձելով տեղավորվել այնտեղ, ուր մեզ երբեք չեն կանչել։ Եվ ամենավատն այն է, որ համառությունը հաճախ ուղեկցվում է բարի մտադրություններով։ Ես պարզապես ուզում եմ, որ սա ստացվի։ Բայց ոչ ամեն բարի մտադրություն արդարացնում է սխալ ճանապարհը, որովհետև կան դռներ, որոնք չեն բացվում ոչ թե ջանքերի պակասի, այլ ավելորդ վերահսկողության պատճառով։ Մենք այնքան ենք ուզում, որ ամեն ինչ ստացվի, որ մոռանում ենք հարցնել. սա իսկապես ինձ համար է։ Քանի անգամ ես լսել այդ անհանգստությունը սրտիդ մեջ եւ անտեսել ես այն։ Այն զգացումը, որ ինչ-որ բան սխալ է, նույնիսկ երբ ուրիշների աչքերով ամեն ինչ ճիշտ է թվում։ Խնդիրը նրանում է, որ հոգին զգում է այն, ինչը դրամաբանությունը փորձում է թաքցնել։ Եվ որքան շատ ես խլում այդ ներքին ձայնը, այնքան ավելի հեռու ես ընկնում խաղաղությունից։ Մարմինը շարունակում է աշխատել, բայց սիրտը սպառված է։ Ճշմարտությունն այն է, որ սխալ ճանապարհները սպառում են էներգիան։ Կարելի է նույնիսկ ավելի հեռու գնալ, բայց տեղից չշարժվել։ Դա նման է հոսանքի դեմ թիավարելուն, հնչում է ազնիվ, բայց միայն ցավ է պատճառում։ Եվ Աստված իր շնորհով երբեմն թույլ է տալիս այդ հոգնածությունը, ոչ որպես պատիժ, այլ որպես զգուշացում, որովհետև միայն երբ ինքդ քեզ սպառես, փորձելով տիրել քո ճանապարհին, սկսում ես մտածել ուղղորդվելու մասին։ Իմաստություն կա ընդունելու մեջ, սա իմ տեղը չէ, ոչ թե վախկոտությունից, այլ խելամտությունից։ Իմանալ, թե երբ կանգ առնել նույնքան կարևոր է, որքան երբ համառել։ Եվ երբեմն հավատի ամենամեծ փորձությունը ոչ թե շարունակելն է, այլ կարողանալ թողնել։
Թողիր այն, ինչ ցավ է պատճառում, որպեսզի ազատ տեղ բացվի այն ամենի համար, ինչ իսկապես քոնն է։ Գրիր մեկնաբանություն այստեղ, եթե հասկանալի է։ Այլևս չեմ ուզում համարել այն բանի վրա, որ իմը չէ։ Այս նախադասությունը անկեղծ արտասանված կարող է դառնալ շրջադարձային պահի սկիզբը, որին քո հոգին աղաչում է դեպի կյանք։ Երրորդը՝ կեղծ վերահսկողության զգացումը։ Ինչու է այն սպանում քեզ ներսից։ Ազնիվ լինենք, ամեն ինչ վերահսկելը հաճելի է, իմանալ թե ինչ է լինելու, պլանավորել յուրաքանչյուր քայլ, միշտ ունենալ պատրաստ պատասխան։ Դա խաղաղություն է տալիս։ Գոնե այդպես է թվում, որովհետև իրականում այդ վերահսկողության աշխարհը փխրուն է, պատրանքային եւ հյուծիչ։ Դա նման է ավազի վրա ամրոցներ կառուցելուն եւ համոզել քեզ, որ այնտեղ անվտանգ ես։ Եվ եթե ուշադիր նայես, կհասկանաս, որ ամբողջ այդ վերահսկողությունը քեզ օգուտ չի տալիս։ Միտքը արագ է աշխատում, սիրտը զգոն, ցանկացած անսպասելի բան դառնում է սպառնալիք։ Դու չես հանգստանում, չես վստահում, չես թույլ տալիս ինքդ քեզ, որովհետև մտքի մեջ թողնելու գաղափարը սարսափեցնում է քեզ։ Ի վերջո, եթե դու չես պահում ամեն ինչը, ապա ով։ Բայց հարցը, որ պետք է ինքդ քեզ տաս, իսկ եթե հենց այդ ամբողջ վերահսկողությունն է, որ խեղդում է քեզ, իսկ եթե այնինչ սպանում է քեզ ներսից, ոչ թե այնինչ կորցրել ես, այլ այնինչի համար չափից ավելի ամուր ես բռնվում, որովհետև կան բաներ, որոնք վերահսկելու համար չեն ստեղծված, նրանց վստահություն է պատկանում, եւ Աստված իր ողջ համբերությամբ հրավիրում է մեզ այլ կերպ ապրելու։ Խոսքը ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու, այլ սահմանները ճանաչելու մասին է։ Խոսքը ոչ թե պասիվության, այլ դադարելու մասին է ապրել այնպես, կարծես ամեն ինչ կախված է միայն քեզանից, որովհետև խորքում գիտես, այդ ծանրությունը անտանելի է եւ այնուամենայնիվ չես թողնում։ Կեղծ վերահսկողության զգացումը ստեղծում է էմոցիոնալ բանդ։ Դու անընդհատ մեղադրում ես ինքդ քեզ ամեն ինչում, ընկնում ես հուսահատության մեջ, երբ ինչ-որ բան չի գնում պլանի համաձայն, եւ հետո ապրում ես հոգնած, հիասթափված եւ հեռու այդ խաղաղությունից, որին այդքան ես ձգտում։ Բայց այդ խաղաղությունը չի գալիս ավելի մեծ վերահսկողությամբ, այն գալիս է ավելի մեծ վստահությամբ։ Երբ ամեն ինչ անհասանելի է դառնում, քո առջև երկու ընտրություն կա՝ խուճապ կամ սովորել հանգստանալ, եւ այդ ընտրությունը փոխում է ամեն ինչ։ Շատերը կարծում են, թե հավատը դա այն է, թե ինչպես ամեն ինչ դասավորվում է, բայց Աստվածաշնչում մենք տեսնում ենք հակառակը։ Հավատը պետք է շարունակվի, երբ այլևս ոչինչ իմաստ չունի։ Սա հավատն է, երբ տրամաբանությունը ձախողվում է։ Սա վստահությունն է, երբ ձեռքը դողում է։ Վերահսկողության կորուստը ձախողում չէ, այլ պահ, երբ Աստված վերցնում է նախաձեռնությունը եւ ցույց է տալիս քեզ ճանապարհ, որը դու երբեք ինքդ չէիր գտնի։ Պարտադիր չէ ամեն ինչ հասկանալ, որպեսզի փորձես ինչ-որ նոր բան։ Իրականում չափից շատ հասկանալը երբեմն խանգարում է, որովհետև երբ փորձում ես բացատրել յուրաքանչյուր մանրուք, կանգ ես առնում, բայց երբ հանձնվում ես, նույնիսկ եթե վախենում ես, առաջ ես գնում քայլ առ քայլ, օրեցօր, եւ այդ գործընթացի մեջ այնինչ թվում էր խառնաշփոթ, վերածվում է ուղղության։ Աստված չի սպասում, որ դու ունենաս պատասխաններ, նա սպասում է, երբ դու վստահես եւ թողնես, երբ ընդունում ես, որ նա տեսնում է այն, ինչ դու չես տեսնում, հասկանում է այն, ինչ դու չես հասկանում, եւ արդեն գտնվում է այնտեղ, ուր դու դեռ չես հասել։ Վերահսկողության կորուստը ամեն ինչի կորուստ չէ, դա պատրանքի կորուստն է, որ կարելի է մենակ հաղթահարել։ Եթե արդեն այս փուլում ես, գրիր մեկնաբանություններում։ Ես հասկանում եմ, որ ինձ պետք չէ ամեն ինչ վերահսկել, որպեսզի ապրեմ այնպես, ինչպես Աստված ինձ համար է պատրաստել։ Սա այն քաջությունն է, որը բացում է նոր ճանապարհորդություն։ 5-րդը, աշխարհն ասում է՝ վազիր։ Աստված շշնջում է՝ կանգ առա։ Մենք ապրում ենք աշխարհում, որը փարաբանում է արագությունը։ Գնա, վազիր, ժամանակ մի կորցրու, ինչ որ բան արա։ Եվ այս ամբողջ արագության մեջ հոգին գոռում է. ես պարզապես ուզում եմ շնչել։ Բայց ինչպես կանգ առնել, երբ թվում է, թե ամեն ինչ եւ բոլորը շարժվում են։ Ինչպես հանգստացնել, երբ ներքին աղմուկն արդեն դարձել է սովորական։ Գուցե այսօր ամենամեծ խնդիրը ոչ թե վազելն է, այլ կարողանալ կանգ առնել։ Կանգ առնել առանց մեղքի զգացման, կանգ առնել առանց ուշանալու, կանգ առնել, որովհետև սիրտը դրա կարիքն ունի, կանգ առնել, որովհետև Աստված փորձում է խոսել, բայց դու չափից արագ ես լսում։ Երբեմն նա չի գոռում, նա շշնջում է, եւ լսում են միայն նրանք, ովքեր դանդաղում են։ Քանի սխալ ես արել, որպեսի տեղում չմնաս, քանի անգամ ես քեզ վրա պարտադրել ես ճանապարհ, որովհետև կարծել ես, թե սпасելը թուլության նշան է։ Բայց ինչ եթե ասեմ, որ քո կյանքի ամենամեծ ուղղություններից որոշն է, կգան միայն այն ժամանակ, երբ սովորես կանգ առնել։ Կանգ առնելը պասիվություն չէ, կանգ առնելը իմաստություն է։ Կանգ առնելը նշանակում է թույլ տալ, որ երկինքը ուղի այն, ինչ դու փչացրել ես արագությամբ։ Կանգ առնելը նշանակում է ասել. այլևս չեմ ուզում հետապնդել քամին։ Ես ուզում եմ գնալ նպատակով, որովհետև նրանք, ովքեր ապրում են արագությամբ, հազվադեպ են լսում, բայց նրանք, ովքեր սովորում են կանգ առնել, սկսում են հասկանալ, Աստված չի դանդաղեցնում քեզ, նա քեզ է պահպանում։ Կան բաներ, որոնք դեռ չեն պատահել, որովհետև դու դեռ ճիշտ փուլում չես, եւ նրա ժամանակը թեկուզ տարբերվում է քոնից, կատարյալ է։ Պետք է քաջություն ունենալ կանգ առնելու, երբ բոլորը վազում են,
բայց հենց այդ դադարի մեջ է ծնվում նորը։ Եթե զգում ես, որ սա քո համար է, գրիր մեկնաբանություններում. ես ընտրում եմ կանգ առնել եւ լսել այն, ինչ Աստված ուզում է ինձ ցույց տալ։ Երբեմն այս պարզ կանգ առնելու գործողությունն արդեն հրաշքի սկիզբն է։ 6. Ինչու է երկինքը լռում, երբ քեզ ամենաշատն անհրաժեշտ է ինչ-որ բան լսել։ Կան օրեր, երբ աղոթում ես եւ լռությունը թվում է միակ ելքը։ Դու գոռում ես, հարցնում ես, թափում ես քեզ, բայց ոչինչ չես լսում։ Եվ հոգին արդեն հոգնած սկսում է մտածել՝ միգուցե Աստված մոռացել է ինձ։ Պատասխանի բացակայությունը հավատի ճանապարհի ամենադժվար ցավերից մեկն է, որովհետև երբ ամեն ինչ փլուզվում է, մեզ ամենաշատը պետք է ուղղություն, բայց երկինքը կարծես խուլ է։ Եվ հետո գալիս է տառապանքը, որովհետև փորձում ես ճիշտ վարվել, փնտրում ես, հարցնում ես, եւ այնուամենայնիվ թվում է, թե ոչինչ չի փոխվում, թվում է, թե Աստված հեռու է։ Բայց ահա այն կետը, որ շատերը չեն հասկանում։ Աստծո լռությունը նույնպես հաղորդակցություն է։ Նա անտեսում չէ քեզ։ Նա սովորեցնում է քեզ վստահել առանց նշանների վրա հենվելու։ Հենց լռության մեջ է հասունանում հավատը։ Երբ դու մնում ես հաստատուն, նույնիսկ առանց հաստատման, սկսում ես ապացուցել, որ ոչ թե հրաշքների, այլ հարաբերությունների հետևից ես։ Աստծո լռությունը ոչ թե անտարբերության, այլ խորության հրավեր է, որովհետև նրանք, ովքեր վստահում են միայն երբ լսում են, դեռ չեն սովորել իսկապես վստահել։ Աստված չի շտապում, նա աշխատում է ճիշտ ժամանակին, եւ երբեմն լռությունը պատրաստություն է։ Հենց այդ ընդմիջումում նա վերակառուցում է քո միտքը, զտում է քո ցանկությունները եւ քեզ դնում ճիշտ դիրքի։ Դու կարծում ես, որ ոչինչ չի կատարվում, բայց ներսում ամեն ինչ փոխակերպվում է։ Արմատները աճում են խավարում աչքերից հեռու, բայց հենց դրանք են պահում պտուղը։ Գուցե հիմա քեզ այլ պատասխան պետք չէ, գուցե հենց դա է, ինչ իսկապես պետք է՝ դադարել հետապնդել ձայները եւ սկսել հանգստանալ նրա ներկայության մեջ։ Որովհետև լռությունը կարող է ցավոտ լինել, բայց հենց այնտեղ է ձևավորվում բնավորությունը։ Եվ երբ կա պատասխանը, իսկ այն իսկապես կգա, դու պատրաստ կլինես ապրել այն, ինչ նախկինում վախեցնում էր քեզ։ Եթե սա դիպել է քեզ, գրիր մեկնաբանություններում, նույնիսկ լռության մեջ ես հավատում, որ Աստված գործում է, որովհետև այս վստահությունը փոխում է ամեն ինչ։ Իսկական հավատը դա է, երբ հնազանդվում ես, նույնիսկ եթե ոչինչ չես հասկանում։ Հնազանդվել, երբ ամեն ինչ իմաստ ունի, հեշտ է, բայց հնազանդվել, երբ ամեն ինչ խառնաշփոթ է թվում, ահա դա իսկական հավատն է։ Հաճախ Աստված խնդրում է քեզ քայլեր, որոնք այդ պահին չես հասկանում։ Դրանք քեզ տանում են ճանապարհներով, որոնք մարդկային աչքերին տարօրինակ են թվում։ Հենց այստեղ է իսկապես փորձվում քո հավատը։ Ոչ թե տրամաբանության հարմարավետության մեջ, այլ վստահության անհարմարության մեջ։ Հավատը, որ տպավորում է երկինքը, ոչ թե այն է, որ գեղեցիկ է աղոթում, այլ այն, որ գործում է նույնիսկ երբ սիրտը դողում է։ Հենց հավատն է ասում այո, նույնիսկ առանց հասկանալու թե ինչու։ Սա որոշում է հետևել նույնիսկ առանց քարտեզի։ Որովհետև հավատը անվտանգության զգացում չէ, այլ վստահություն այն մեկին, ով քեզ կանչում է։ Եվ երբ Աստված կանչում է, նա արդեն տեսել է վերջը, նույնիսկ եթե դու դեռ սկզբում ես։ Շատերը սպասում են, որ ամեն ինչ հասկանան մինչև գործեն, բայց Աստծո արքայությունում շատ պատասխաններ գալիս են միայն քայլից հետո։ Հնազանդությունը կույր չէ, այն քաջ է։ Այն նայում է անտեսանելիին եւ ասում է. «Ես ավելի շատ եմ վստահում քեզ, քան իմ տրամաբանությանը»։ Եվ այդ հանձնվելը փոխում է ամեն ինչ, որովհետև նրանք, ովքեր հնազանդվում են առանց հասկանալու, ասում են. «Ես ավելի շատ եմ սիրում քեզ, քան սիրում եմ վերահսկողություն ունենալը»։ Հիշում ես Աբրահամին։ Աստված ասաց. «Հեռացիր քո երկրից»։ Նա չասաց նպատակակետը, չբացադրեց մանրամասները։ Եվ Աբրահամը գնաց։ Սա այն հավատն է, որ լեռներ է շարժում։ Հավատը, որ առաջինը շարժվում է։ Աստված շարունակում է խնդրել այդպիսի հնազանդություն, եւ այսօր էլ նա կանչում է մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ անտեսանելիի համար, հնազանդվել սիրուց, ոչ թե երաշխիքից։ Գուցե հենց սա է, ինչ Աստված հիմա սպասում է քեզանից՝ մեկ քայլ առանց քարտեզի։ Հանձնվել առանց բացատրությունների, այո, որ կանգնում է տրամաբանության դիմաց, որովհետև հենց այդտեղ է ծնվում իսկական մերձավորությունը։ Եվ նրանք, ովքեր սովորում են հնազանդվել առանց հասկանալու, հնձում են այն, ինչ աշխարհը երբեք չի հասկանա։ Գրիր մեկնաբանություն այստեղ. ես ընտրում եմ հնազանդվել նույնիսկ առանց հասկանալու։ Սա կարող է բացել նոր ճանապարհ քո հավատի ճանապարհին։ 8-րդը։ Եթե սա հյուծում է քեզ, գուցե սա պլան չէ, այլ բանտ է, քողարկված։ Կան բաներ, որոնք մենք անվանում ենք նպատակ, բայց իրականում դրանք պարզապես հյուծում են հոգին։
Դու համառում ես, պայքարում ես, ասում ես, որ սա ջանք է, բայց խորքում պարզապես զգում ես ինքդ քեզ սպառված։ Սա նպատակ չէ, սա բանտ է, եւ ավելի վատ, բանտ, որը քողարկված է առաքելության տակ։ Մենք սխալվում ենք մտածելով, որ մենք ուժեղ ենք, բայց մեզ բանտարկում են միայն այն բանի համար, որ արդեն պետք էր ազատ արձակել։ Աստծո իսկական պլանը խաղաղություն է բերում, նույնիսկ դժվարությունների մեջ, նույնիսկ դժվարությունների հետ կա ներքին հանգիստ։ Երբ զգում ես միայն հոգնածություն, սպառվածություն եւ դատարկություն, ժամանակն է հարցնել, արդյոք սա իսկապես Աստծուց էր, որովհետեւ այնինչ նա պլանավորում է, նա նաեւ պահպանում է։ Իսկ եթե այն պարզապես կործանում է քեզ, գուցե պլանը երբեք նրանից չի եղել։ Շատերը չեն թողնում, որովհետեւ վախենում են թույլ թվալ։ Ես այդքան պայքարել եմ դրա համար, հիմա չեմ կարող հանձնվել։ Բայց կան մարդեր, որոնք հաղթվում են միայն այն ժամանակ, երբ հասկանում ես, որ դա քոնը չէ։ Աստված երբեք չի խնդրել քեզ պահել այն, ինչ խանգարում է քո խաղաղությանը։ Նա ուզում է, որ դու այնքան վստահես նրան, որ թողնես այն, ինչ նա չի ծնել։ Խոսքը կյանքից հրաժարվելու մասին չէ, այլ պատրանքներից հրաժարվելու մասին։ Ընդունել, որ այնինչ քեզ հյուծում է, գուցե ոչ թե պլան է, այլ պարզապես հպարտություն, վախ կամ հաստատման կարիք։ Բայց դու պարտավոր չես այդպես ապրել։ Ազատությունը գալիս է, երբ ընտրում ես թողնել այն, ինչ քեզ բանտարկում է։ Եթե զգում ես, որ գտնվում ես այս քողարկված բանտում, գրիր մեկնաբանություններում։ Ես ազատում եմ այն, ինչ հյուծում է, բայց չի կառուցում ինձ։ Սա կարող է դառնալ քո ազատության սկիզբը։ 8-րդը. Աղոթել ուղղության համար, բայց որոշումներ կայացնել մենակ։ Սա չի աշխատում։ Նկատել ես, թե որքան հեշտ է խնդրել Աստծուն ուղղորդել, բայց գործնականում շարունակել որոշումներ կայացնել մենակ, գրեթե ավտոմատ կերպով։ Դու աղոթում ես ուղղության համար, բայց խորքում արդեն որոշում ես կայացրել, եւ երբ ինչ-որ բան սխալ է գնում, այնուամենայնիվ հարցնում ես. ինչու Աստված դա թույլ տվեց։ Ճշմարտությունն այն է, որ շատերը ուզում են աստվածային խորհուրդ, բայց շարունակում են վարել մենակ։ Դու չես կարող ունենալ Աստծո առաջնորդություն, եթե չհրաժարվես ղեկից։ Իսկական աղոթքը ոչ միայն խոսիր ինձ հետ Տեր, այլ ես պատրաստ եմ հնազանդվել, նույնիսկ եթե ցավոտ է։ Եվ այդպիսի աղոթքը հազվադեպ է, որովհետև պահանջում է խոնարհություն։ Պետք է ընդունել, որ քո կամքը միշտ չէ, որ լավագույնն է։ Դա պահանջում է դադարել մանիպուլյացիա անել այն, ինչ ուզում ես լսել։ Հեշտ է ասել, որ վստահում ես Աստծուն, քանի դեռ նա չի սկսել փլուզել քո պլանները։ Հետո սիրտը խառնվում է, փորձում է կոտրել դռները, փորձում է ամեն ինչ ուղղել իր ձևով, բայց Աստված չի մրցում տարածության համար։ Կամ նա առաջնորդում է, կամ դու ես առաջնորդում։ Եվ եթե դու մենակ ես վարում, մի խաբվիր։ Սա ոչ թե աստվածային առաջնորդություն է, այլ հոգևոր ինքնակառավարում։ Աստված ուզում է մասնակցել քո որոշումներին։ Նա ուզում է առաջնորդել քեզ յուրաքանչյուր քայլի ժամանակ, բայց դրա համար պետք է ազատել տեղ։ Իսկ դա նշանակում է անկեղծ հարցնել. Տեր, ինչ ես ուզում դու։ Եվ պատրաստ լինել լսել նույնիսկ այնինչ չես ուզում։ Սա հանձնվել է, սա է մերձավորությունը։ Լավ լուրն այն է, որ երբ թողնում ես վերահսկողությունը, սկսում է գալ խաղաղություն, պարզությունը մեծանում է, կարճ ճանապարհները անհետանում են եւ բացվում է ճիշտ ճանապարհը։ Որովհետև Աստված ոչ թե հոգևոր խորհրդատու է, նա Տեր է, եւ նրա դերը ոչ թե հաստատել քո պլանները, այլ ցույց տալ քեզ իրենը, եւ հավատա, իրը միշտ ավելի լավն է։ Գրիր մեկնաբանություններում, եթե դա քեզ հետ է կապվում։ Ես ուզում եմ դադարել որոշումներ կայացնել մենակ եւ թույլ տալ, որ Աստված առաջնորդի ինձ, որովհետեւ հենց սա է, որ փոխում է ամեն ինչ։ 10-րդը. Սպասումը, որն Աստված օգտագործում է քեզնից պաշտպանելու համար։ Սպասելը ցավոտ է, հատկապես երբ ամեն ինչ քո ներսում գոռում է անմիջական պատասխանի համար։ Նայում ես շուրջը եւ թվում է, թե բոլորը գնում են բացի քեզնից։ Եվ գայթակղությունը մեծ է գործել իմպուլսով, ստիպել իրավիճակները, բաց թողնել քայլերը, բայց գուցե չես տեսնում, որ Աստված քեզ է պաշտպանում քեզնից։ Սպասումը միշտ պատիժ չէ, երբեմն դա ողորմություն է։ Աստված տեսնում է այն, ինչ դու դեռ չես տեսնում, գիտի այն, ինչ դու դեռ չգիտես, եւ հասկանում է, որ եթե հիմա ապրես այնպես, ինչպես ուզում ես, կարող ես շատ վիրավորվել։ Այդ պատճառով նա քեզ պահում է, ոչ թե չարությունից, այլ սիրուց։ Նա պահում է, որովհետև դեռ ձևավորում է քեզ մեջ հասունություն, որպեսզի կարողանաս ապրել այն, ինչ կլինի հետո։ Դու կարող ես մտածել, որ պատրաստ ես, բայց Աստված գիտի, թե որտեղ դեռ բացեր կան։ Նա գիտի, թե որտեղ հավատը դեռ փորձության մեջ է, որտեղ սիրտը դեռ տատանվում է, եւ նա չի ուզում, որ դու ստանաս ինչ-որ լավ բան, իսկ հետո կորցնես այն, որովհետև չգիտես, թե ինչպես վարվել դրա հետ։ Սպասումը ձևավորում է, ամրացնում է, կառուցում է։ Սպասումը հոգու մարզման հրապարակ է, եւ եթե դադարես սպասումը ընկալել որպես ուշացում, կսկսես ընկալել այն որպես պաշտպանություն։
Դու կհասկանաս, որ զգալով, թե կարծես տեղում ես կանգնած, Աստված գործում է վարագույրի հետևում։ Նա կարգավորում է մթնոլորտը, համաձայնեցնում է մանրամասները, զբաղվում է նրանով, ինչի մասին դու նույնիսկ չես կարող պատկերացնել, որովհետև Աստծո ժամանակը երբեք չի վատնվում։ Այնպես որ շնչիր վստահությամբ, եւ դա շարունակվում է, որովհետև սպասումը բացակայություն չէ, այլ հոգատարություն։ Եվ նրանք, ովքեր սովորում են սպասել խաղաղությամբ, ճիշտ պահին հնձում են հրաշքներ, որովհետև այն, ինչ գալիս է Աստծուց, գալիս է խաղաղությամբ եւ չի շտապում։ Գրիր մեկնաբանություններում, եթե այս խոսքը հասավ քեզ. Ես ընդունում եմ սպասել Աստծո ճիշտ պահին։ Երբեմն այս պարզ նախադասությունն արդեն թեթևություն է բերում սրտին։ 11-րդը. Երբ նա ասում է քեզ մնա։ Նույնիսկ երբ ամեն ինչ քո ներսում ուզում է փախչել, երբեմն ամեն ինչ քո ներսում պահանջում է շարժում։ Անհանգստությունը պահանջում է արագ ելք, զգացմունքները պահանջում են փոփոխություն, եւ աշխարհը ծափահարում է նրանց, ովքեր ընդունում են ակնթարթային որոշումներ։ Բայց ահա գալիս է Աստված եւ ասում է. մնա, մնա այնտեղ, որտեղ ցավոտ է, մնա այնտեղ, որտեղ դեռ իմաստ չունի, մնա մինչև նա ասի հակառակը։ Եվ սա գուցե ամենադժվար հրամաններից մեկն է կատարելու համար, որովհետև մեր ինստինկտը փախչել է ցավից։ Մենք ուզում ենք լուծել այն հնարավորինս արագ, անհետանալ, փոխել ամեն ինչ, սկսել զրոյից։ Բայց Աստված միշտ չէ, որ մեզ դուրս է բերում անհարմար վիճակից, երբեմն նա մեզ պահում է ներսում, որովհետև կան դասեր, որոնք կարելի է սովորել միայն մնալով այստեղ։ Կան բուժումներ, որոնք լինում են միայն երբ դու դրան դիմակայում ես։ Մնալը թուլություն չէ, մնալը քաջություն է։ Սա ընտրություն է հնազանդվել, երբ սիրտը ուզում է փախչել։ Սա վստահություն է այն բանի, որ նույնիսկ չհասկանալով Աստված գիտի, թե ինչ է անում։ Դու տեղում չես կանգնած, դու տնկված ես։ Իսկ բույսերը չեն վազում, նրանք աճում են լռության ժամանակում։ Նրանք, ովքեր մնում են հնազանդության մեջ, հնձում են այն պտուղները, որոնք վազողները երբեք չեն տեսնի։ Կան տեղեր, որոնք թվում են, թե ավարտվում են, բայց դրանք պատրաստություն են։ Կան իրավիճակներ, որոնք թվում են պատիժ, բայց դրանք մարզում են։ Աստված կարող է հասունացնել քեզ, պաշտպանել, բուժել ներսից։ Եվ դա տեղի է ունենում միայն, երբ մնում ես այնտեղ, որտեղ նա քեզ ասել է մնալ, նույնիսկ եթե ամեն ինչ քո ներսում ուզում է գնալ։ Մի կայացրու մշտական որոշումներ ժամանակավոր զգացմունքների հիման վրա։ Նախքան փախչելը լսիր, նախքան գործելը աղոթիր, որովհետև Աստծո ժամանակն այնքան կատարյալ է, որ նույնիսկ սպասումը պաշտպանում է քեզ։ Եվ եթե նա ասել է քեզ մնալ, նշանակում է, որ այնտեղ ծնվում է ինչ-որ հզոր բան, նույնիսկ եթե դեռ չես տեսնում։ Եթե այս խոսքը դիպել է քեզ, գրիր մեկնաբանություններում։ Կան խոստումներ, որոնք կատարվում են միայն հանձնվելուց հետո։ Կան հրաշքներ, որոնք պատահում են միայն հրաժարվելուց հետո։ Դու կարծում ես, թե ինչ-որ բան ես կորցնում, բայց պատրաստվում ես ապրել այնպիսի բանով, որի մասին երբեք չես երազել։ Հենց այս հանձնվելու տեղում է սկսում գործել գերբնականը, որովհետև Աստված պատասխանում է իր ներկայությամբ։ Հիշիր, Իսահակը վերադարձվեց Աբրահամին միայն այն ժամանակ, երբ նա ապացուցեց, որ Աստված առաջինն է։ Փորձությունը ոչ թե զոհաբերության, այլ առաջնահերթության մասին էր, եւ երբեմն քո հավատը կփորձվի հենց այդպես։ Ոչ թե նրանով, ինչ դու հասնում ես, այլ նրանով, ինչ պատրաստ ես թողնել։ Գրիր մեկնաբանություններում, եթե սա քեզ մտածեցրեց, ես թողնում եմ այն, ինչ ինձ կապում է, որպեսզի ապրեմ այն, ինչ Աստված ունի ինձ համար, որովհետև երբեմն թողնելով դու բացում ես այն, ինչ իսկապես քոնն է։ 13-րդը. Ուզում ես պարզություն, բայց պատրաստ ես վստահել խավարին։ Բոլորը խնդրում են պարզություն։ Աստված ցույց տուր ինձ, թե ինչ անել։ Տուր ինձ նշան, բացահայտիր պլանը։ Եվ Աստված իր իմաստությամբ ոչ միշտ է ամեն ինչ բացում միանգամից։ Ինչու՞։ Որովհետև պարզությունը առանց հասունության վերածվում է անհանգստության։ Իսկ իսկական վստահությունը դա խավարում գնալն է, իմանալով, թե ում վրա ես քայլում։ Աստված չի աշխատում սպոյլերներով, նա աշխատում է վստահորեն։ Եվ հասուն հավատը հասկանում է, որ ամեն ինչ չի բացադրվի։ Երբեմն նա պարզապես ասում է գնա։ Ոչ քարտեզ, ոչ երաշխիք, ոչ մանրամասներ, եւ այդ պահին հավատը ենթարկվում է խոր փորձության։ Որովհետև վստահել, երբ ամեն ինչ պարզ է, դրամաբանական է։ Վստահել խավարին դա հավատ է։ Պետք չէ հասկանալ, որպեսզի հնազանդվես, եւ իրականում չափից շատ հասկանալը կարող է խանգարել։ Աստված գիտի, որ եթե ցույց տա վերջը, ապա կփորձես բաց թողնել գործընթացը։ Կուզենաս խուսափել ցավից, փոխել քայլերը, վերահսկել այն, ինչ չպետք է վերահսկես։ Այդ պատճառով նա աստիճանաբար առաջնորդում է, կարծես ասելով. գնա ինձ հետ օրեցօր։ Վստահություն խավարում դա երբ գնում ես վախով, բայց գնում ես։ Դա երբ չես տեսնում, բայց զգում ես, որ մենակ չես։ Եվ հենց այդ ժամանակ նրա լռությունը գոռում է ավելի բարձր, քան 1000 մարդկային խոսքեր։
Հենց այստեղ է Աստծո հետ հարաբերությունները խորանում, որովհետև տեսողության բացակայությունը սրում է հոգևոր լսողությունը։ Քեզ պետք չեն բոլոր պատասխանները, նրան պետք է միայն ներկայությունը, եւ դա նա երաշխավորում է։ Մնացածը կհասկանաս ճանապարհին։ Աստված երբեք չի խնդրում քեզ գնալ մենակ, նա պարզապես խնդրում է գնալ առանց ամեն ինչ հասկանալու, եւ սա, որքան էլ անհավանական թվա, ազատություն է։ Եթե սա քեզ ամրացրեց, գրիր մեկնաբանություններում, նույնիսկ խավարում ես վստահում եմ, որովհետև այս վստահությունը լուսավորում է ճանապարհը։ 14-րդը։ Այն խաղաղությունը, որ փնտրում ես, գտնվում է հանձնվելու մյուս կողմում։ Դու փնտրում ես հանգիստ, բոլորը փնտրում են, բայց շատերը նայում են սխալ տեղ, արդյունքներում, հարաբերություններում, վերահսկողության մեջ, վստահության մեջ։ Բայց իսկական խաղաղությունը չի գալիս, երբ ամեն ինչ ճիշտ է։ Այն գալիս է, երբ սխալը հանձնում ես ճիշտ ձեռքերին։ Խաղաղությունը խնդիրների բացակայություն չէ, այլ վստահության արկայություն։ Անհանգստությունը մեծանում է, երբ փորձում ես լուծել այն, ինչ կախված չէ միայն քեզանից, եւ հիասթափությունը գալիս է, երբ հասկանում ես, որ նույնիսկ եթե փորձում ես, ոչինչ չի փոխվում։ Բայց ինչ եթե խնդիրը ոչ թե դրսում է, այլ ներսում, որ դեռ չես թողել, որովհետև հանձնվելը փոխում է ոչ միայն իրավիճակը, այլ նաև քեզ ներսից։ Աստված պատրաստ է տալ քեզ խաղաղություն, բայց նա չի ստիպի։ Նա սպասում է, որ դու հանձնվես։ Այլևս չեմ կարող փորձել մենակ։ Եվ այդ պահին ինչ-որ բան է փոխվում, որովհետև խաղաղությունը չի մտնում այնտեղ, որտեղ դեռ գահում է հպարտությունը։ Բայց երբ գալիս է հանձնվելը, տեղ է բացվում նորի համար։ Սա հեշտ չէ կատարել, արագ չէ։ Երբեմն հանձնվում ես, հետո կրկին փորձում ես հետ վերցնել ամեն ինչ, բայց Աստված համբերատար է։ Նա սովորեցնում է քեզ գործընթացում։ Նա հասկանում է քո ընկնելները։ Նա գնում է քեզ հետ, մինչև դու կարողանաս իսկապես թողնել ինքդ քեզ։ Եվ երբ թողնում ես, հոգին շնչում է։ Աշխարհն ասում է՝ հասիր ավելի շատի, Աստված ասում է՝ ավելի շատ վստահիր։ Եվ նվաճումների ու վստահության միջև նրանք, ովքեր ընտրում են վստահել, հանգստանում են, որովհետև նա գիտի, որ կյանքը պատահական չէ։ Այն հոր ձեռքերում է, ով տեսնում է ամեն ինչ ամբողջությամբ։ Եթե սա դիպել է քո սրտին, գրիր մեկնաբանություններում։ Ես ուզում եմ այդ խաղաղությունը, ես հանձնվում եմ։ Գուցե քո խաղաղությունը սկսվում է հենց այս պարզ քայլից։ 15-րդը։ Ղեկը թողնելը առաջին քայլն է դեպի իսկական առաջնորդություն։ Կարող ես նույնիսկ աղոթել ուղղության համար, բայց եթե շարունակես ձեռքերդ պահել ղեկին, Աստված չի ստիպի վերահսկել։ Նա հարգում է քո տարածությունը։ Նա սպասում է քո հանձնվելու ժեստին, որովհետև միայն նրանք, ովքեր իսկապես թողնում են ղեկը, պատրաստ են առաջնորդվել։ Եվ սա փոխում է ամեն ինչ։ Շատերը առանց խնդիրների խնդրում են ուղղություն։ Խնդիրը նրանում է թույլ տալ, որ Աստված իսկապես առաջնորդի։ Դա նշանակում է հրաժարվել ժամանակի, ձևի, տրամաբանության վերահսկողությունից։ Դա ընդունելն է, որ նա գիտի ճանապարհը, նույնիսկ եթե դա թվում է հակառակ այն, ինչ դու պլանավորել էիր։ Եվ այս հանձնվելը հեշտ չէ։ Սա ամենօրյա որոշում է, բայց երբ վերջապես թողնում ես, բացում ես անհավանական բան։ Աստված ավելի լավ է առաջնորդում, քան դու մտածում ես։ Նա ոչ միայն ավելի հեռու է տեսնում, նա տեսնում է այն, ինչ դու չես տեսնում։ Նա արդեն ապագայում է պատրաստում այն, ինչի մասին դեռ չես էլ երազել։ Եվ երբ նա առաջնորդում է, նույնիսկ շեղումները հետո դառնում են հասկանալի։ Ղեկը թողնելը քաջության արարք է։ Դա ընդունելն է։ Ես չգիտեմ, թե էլ ինչ անել, բայց վստահում եմ նրան, ով գիտի։ Եվ այս ժեստով դու դուրս ես գալիս տրամաբանությունից և մտնում հավատի մեջ։ Դու դուրս ես գալիս հոգնածությունից և մտնում խաղաղության մեջ։ Դու դուրս ես գալիս վախից և սկսում ես զգալ իսկական սերը, որը վանում է ամեն վախ։ Դու մենակ չես այս ճանապարհին, բայց որպեսզի ապրես նորով, պետք է թույլ տաս, որ Աստված վերցնի վերահսկողությունը։ Նա քո ուղևորն էլ չէ, նա վարորդն է։ Եվ երբ նա առաջնորդում է, նպատակը միշտ արժե այն։ Գրիր մեկնաբանություններում, եթե սա քո որոշումն է, Աստված ղեկը քոնն է, որովհետև յուրաքանչյուր շրջադարձ սկսվում է պարզ հանձնվելուց։ Եթե այս տեսանյութը որևէ կերպ դիպել է քեզ, շնորհակալ եմ, որ մնացիր մինչև վերջ։ Իրոք մեծ պատիվ է ինձ համար գնալ ձեզ հետ, թեկուզ խոսքերով, թեկուզ հերվից։ Մի մոռացեք, դուք մենակ չեք։ Աստված տեսնում է, լսում է և գործում է, նույնիսկ եթե դուք չեք զգում։ Եվ եթե այս տեսանյութը բերել է քեզ պարզություն կամ խաղաղություն, կիսվիր այն նրա հետ, ում նույնպես պետք է լսի։ Քեզ սպասում է էլ ավելին։ Այստեղ ալիքում կա ևս մեկ տեսանյութ, որը կարող է ավարտել այսօրվա այս խոսքը։ Թող Աստված խորապես օրհնի քեզ։